Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիոլսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106.5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, դուք լսում եք Դիվանագետ Արա Պապյանի հեղինակային Modus Vivendi հաղորդումը։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Վերջերս Ուկրաինան դիմեց Թուրքիային, որպեսզի միջնորդի եւ Պուտին-Զելենսկի հանդիպումը կայանա, Հակոբ Ֆիդանն էլ հայտարարեց, որ իրենք դեմ չեն եւ կկազմակերպեն այդ ամենը։ Ինչու Կիևը դիմեց հենց Անկարային եւ արդյոք սա նշանակում է իրենք ԱՄՆ-ից արդեն քաշվում են դեպի այս կողմ եւ հույսները կտրել են։ Այն որ Թուրքիան վերջի տասնամյակում եւ մի փոքր ավելի ժամանակահատված փորձում է ավելի ինքնուրույնաբար գործել, դա ակնհայտ է։ Այն ժամանակ, երբ որ Թուրքիան հասկացավ, որ Եվրոմիության չափորոշիչներ ինքը չի կարող բավարարել, հետևաբար Եվրոմիության անդամ չի կարող դառնալ, ինքը արմատապես փոխեց քաղաքականությունը դեպի Միջին Արևելք եւ որպեսզի դառնա Սունի աշխարհի առաջնորդող երկիրը, վերականգնի խալիֆայությունը, պան-օսմանիզմ, պան-թուրքիզմ, այս ամբողջ այդ ժամանակ իհարկե կան եւ Դավութ Օղլուն էլ պրոֆեսոր եւ մի ժամանակաշրջան էլ արտգործնախարար դրա այսպես ասած գաղափարախոսության ձևակերպումներ։ Հիմա ճիշտն ասած ես չգիտեմ, Զելենսկին է դա խնդրել, թուրքերն են բան արել, որտեվ հաղորդագրությունը իհարկե տարբեր են, պետք չէ։ Կա փաստը հետեւյալն է, որ Թուրքիան բնականաբար ուզում է ավելի մեծ դերակատարություն այս ամբողջի մեջ ունենալ, բայց ներգրավելով Թուրքիային ինչ որ հարցերում եւ նույն ժամանակ երկու կողմերն էլ չեն վստահում։ Ռուսաստանը ստիպված է հաշվի նստում Թուրքիայի հետ, որտեվ չի ուզում Ուկրաինայի հարցում ճշնամի ձեռք բերել, թեև գիտենք թուրքերը նաև օգնում են եւ Ուկրաինային, եւ Ռուսաստանին, իրանք երկակի խաղ են խաղում։ Արևմուտքն դեռևս, քանի որ միջին արևելքում վերադասավորման գործընթացը դեռևս ընթացքի մեջ, այսինքն չի հասցրել իր ավարտին, մասնավորապես Իրանի խնդիրն է։ Այսինքն նախ պետքա Թուրքիայի փոխարեն դու ունենաս համարժեք, միգուցե ավելի մեծ, ավելի կարևոր դաշնակից, ասում մասնավորապես դա կարող լինի Իրանը, որպեսզի Թուրքիայի վրա խաչ քաշես։ Ժամանակին մինչև 1970 թվականի իսլամական հեղափոխությունը ճիշտ է Թուրքիան անդամ էր արդեն, ինքը 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Ամերիկայի երկկողմ հարաբերություններով Իրանը ավելի առաջ էր, այսինքն Իրանում կար 12000 ամերիկացի զինվորական, որոնք հիմնականում այսպես փորձագետներ էին, ուսուցանողներ էին եւ այլն եւ այլն։ Եվ Թուրքիայի դերը բարձրացավ։ Հիմա որովհետեւ Թուրքիայի դերը նվազի, պիտի բնականաբար այն փոխարինվի Իրանով, բայց արդյոք բավարար է Իրանը։ Ես այստեղ հին հաղորդումներից մեկի ժամանակ դեռ տարիներ առաջ ասել եմ, չեմ հիշում պատերազմը սկսել էր թե չէր սկսել, բայց դա տարիներ առաջ էր, ասեմ ռուս-ուկրաինական, այն որ Թուրքիային փոխարինելու է Ռուսաստանի զսպման հարցով Ուկրաինան, որտեղ որն էր Թուրքիայի դերը ՆԱՏՕ-ում։ Դա սովետական միության հարավային ֆլանգի զսպումն էր, այսինքն այս հարավային Կովկաս եւ այլն։ Հիմա եւ բնականաբար նաեւ սովետական միությանն է Ռուսաստանին։ Հիմա այդ Թուրքիան վերապահվելու է մասամբ, այլ կներեք, այդ դերակատար վերապահվել մասամբ Ուկրաինային, այն է դեպի Եվրոպա եւ մասամբ Իսրայելին, այն է դեպի Միջին Արևելք։ Մենք այդ դրա այս մասերն ենք տեսնում, ըստ էության Զելենսկին էլ փորձում է ինչ-որ ձևով հարմարվել այս ամբողջի մեջ։ Թուրքիան նաև մի քանի օր առաջ հայտարարեց, որ Իսրայելը Իրանից հետո հենց Թուրքիային կհռչակի թշնամի։ Այս ամենին զուգահեռ, այս ամենի հետ մեկտեղ տարածաշրջանը ինչ սպասի այս հայտարարություններից հետո, որովհետև կարծում եմ ամեն դեպքում անհիմն չեն այս հայտարարությունները, որ Իսրայել-Թուրքիա միմյանց նկատմամբ ավելի թշնամական կարելի է ասել հայտարարություններ են արվում։ Ինչ է սպասվելու տարածաշրջանում։ Չէ, իհարկե անհիմն չեն։ Երբ ես մի 15 տարի առաջ սկսեցի զբաղվել Woodrow Wilson իրավարարվիչով, հիմնական հարցերն էր, բա ոնց ենք անելու, բա մենք թույլ ենք, մենք չենք կարող, մարդիկ չեն հասկանում, որ մենք չենք անելու։ Իսկն Woodrow Wilson իրավարարվիչի իրականություն դա Հայաստանը չի անելու։ Ինչպես Հայաստանը չի եղել դրա ստեղծողը, ինչպես Հայաստանը չի եղել Սևրի պայմանագրի ստեղծող, Հայաստանը եղել է շահառուն, մի մասն է, եղնել մասամբ։ Դա մեծ խաղի մի մաս էր կազմում։ Հիմա այս
Իրանի հետ պատերազմից հետո այո հաջորդ թիրախը դառնալու է Թուրքիան եւ դրա մասին շատ են խոսում այս համարյա օր չկա որ որևէ ամերիկյան լուրջ լրատվամիջոց վերլուծական կենտրոն որ մի հոդված չգրի հետեւյալ վերնագրերով որ քանի օր կտևի Իսրայելա-Թուրքիա պատերազմը օրինակ ոչ թե կլինի թե չի լինի այլ արդեն քանի օր կտևի օրինակ ամերիկացիները գտնեն որ 8 օրվա ընթացքում եթե ՆԱՏՕ-ն չմիջամտի Իսրայելը կջախջախի Թուրքիային հիմա ինչքանով է իրատեսական թե չէ տեսա մասնագիտական տեսակետ կա եւ այլն բայց բոլորը լավ են հասկանում չէ ջախջախելը մի բան է երկիրը վերահսկողության տակ վերցնելը ուրիշ բան այդ վերահսկող զորքը պետք է լինի մասամբ քրդական, մասամբ իրանական, այսինքն Իրանը մինչ այդ պիտի դառնա պետք է արդեն դեպի արևմուտք թեքվի։ Այո, պիտի դառնա հիմնական դաշնակիցը, եւ այդ ուղղությամբ էլ ամեն ինչ տարվում է։ Իհարկե ձգձգվում է, այնտեղ իշխանապողությունը, բայց ինչպես Պուտինն ասիրում ասի, ամեն ինչ ըստ պլանի է գնում, եւ իսկապես ըստ պլանի է գնում ըստ էության, այսինքն ըստ պլանի է գնում, բայց ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը որ պետք է կայանա, նույնիսկ Թրամփ հայտարարել է որ իր բանակցողները, եթե չեմ սխալվում, արդեն մեկնել են Իսլամաբադ, այնուամենայնիվ Իրանից հայտարարում են, որ դեռ չեն մտածում բանակցությունների երկրորդ փուլը սկսելու մասին, եւ այստեղ մի կարևոր բան էլ կա։ Եթե առաջին փուլում Միացյալ Նահանգների կողմից բանակցում էր Վենսը, այս անգամ Վենսը կարծես թե չի լինելու։ Թրամփը կրկին փոխում է խաղի կանոնները։ Նախ ասեմ, որ Իրանի հայտարարությունները իրարամերժ են, որտեղ այնտեղ ակնհայտորեն արդեն վերնախաղում պառակտում կա։ Այն թևը, որը պատասխանատու է, ասենք պայմանական ասած Փեզեշկյանի թևը տնտեսության համար եւ այլն, անընդհատ հայտարարություն անում, որ 2 ամսից մենք ընդհանրապես փող չենք ունենալու վճարելու աշխատավարձերը Շատերը այս ռոպագանդիստական լուրերը կարդում են, այսպես ողջևորվում են։ Այդ շատերը չգիտեն, որ օրական ամերիկյան բլոկադայի պատճառով $435 միլիոն Իրանը փող է կորցնում։ Օրական։ Բայց այդ փողը չի միայն հարցը։ Ինքը չի կարողանում նաև ներմուծի։ Իսկ ինքը շատ բաների կարիք ունի ներմուծման, դեղեր, սարքավորումներ եւ այլն, սնունդ է թվում։ Եվ այդ խնդիրները առաջանում է։ Իսկ Թրամփը ինչ անում։ Թրամփը ձգձգում է։ Թրամփին այս ամբողջը պետքա, որպեսզի ինքը մաշացնի, սկզբից մաշեցրեց ռազմական հզորությունը, հետո ռազմական արտոնաբերությունը, հիմա ինքը դժգոհությունն է աճեցնում։ Այսինքն ինչի է բլոկադա իմաստը որն է։ Ժողովուրդը պետք է սկսի հացի, ուտելիքի, դեղորայքի պակաս ունենալ։ Այսինքն դու պիտի պատրաստես ժողովրդին փողոց դուրս գալու համար հիմա այդ գործընթացն է դնում Թրամփը իր ժամանակային վերջակետը աշունն է դիտարկում հոկտեմբեր ամիսը ես կարծում եմ մինչև էլ իրանք այդ խնդիրները կլուծեն Զուգահեռաբար իհարկե գնում են ինչ-որ բանակցություններ Իրանի խորհրդարանի ղեկավարի հետ հիմնականում այդ ամբողջը կա, բայց ամենակոշտ, այսպես ասած, դիրքորոշումը ունեն հեղափոխության պահապանները, բայց ես վստահեցնում եմ ձեզ 2 ամիս աշխատավարձ չստանան, նրանք էլ հեղափոխություն էլ չեն պահպանի, նրանք էլ կանցնեն այդ իշխանության դեմ դրա համար այդ քաղաքականությունն են իրականացնում, այսինքն զրկել ֆինանսներից, բայց այստեղ շատ ուրիշ կարևոր մի հանգամանք կա, որի մասին մենք այստեղ խոսել ենք բազմիցս, որ սա պետքա դիտարկել ավելի մեծ ԱՄՆ-Չինաստան դիմակայության առումով եւ այս շրջափակելով նաեւ ինքը հարված է հասցնում չինական տնտեսությունը ավելին ասեմ որ վերջերս Ինդոնեզիայի հետ բառացիորեն մի շաբաթ 10 օր առաջ Միացյալ Նահանգները պայմանագիր ստորագրեցին այնտեղ մի շատ կարևոր Ինդոնեզիայի մտով անցնող բան կա նո անցուղի այսպես ասած որը կարծեմ Մալակայի բանն է կոչվում հենց ջրանցք չէ ոնց այդ կոչվում բանը հորմուզի ջրանցք հա նեղուց հա այդ նեղուցն է հենց իսկապես նեղուց է շատ նեղ է այսինքն դա փակելով ինքը կրկնակի Միացյալ Նահանգները իրականացնում է Չինաստանի կրկնակի զսպման քաղաքականություն մեկը հորմուզի նեղուցի մոտ մյուսը Մալակայի նեղուցի մոտ այսինքն զրկում է Չինաստանին
մատակարարումից ու արտահանումից։ Եթե նավթն է միայն Հորմուզի նեղուցով, ապա Մալագայի նեղուցով Չինաստանի ներմուծվող եւ արտահանվող ապրանքի 80%-ն է։ Հիմա էլի վերադառնանք ոնց որ ասում մեզ հետաքրքրող տարածաշրջան Միջին Արևելք։ Այստեղ պիտի մինչև այն մեծ պատերազմները սկսի, այստեղ պիտի կարգավորի հարցը։ Դրա մասին էլի ենք ասացել, ով է լինելու Միջին Արևելքի վերակացուն, դա լինելու է Իսրայելը։ Եվ սա է, ուրեմն Իսրայելը պիտի նաև լուծի Միացյալ Նահանգների աջակցությամբ Թուրքիայի հարցը։ Հիմա ինչի է Թրամփը խոսում անընդհատ եվրոպացիների առանձին անվտանգային կառույց ստեղծելու մասին, ՆԱՏՕ-ի դեմ, որ ՆԱՏՕ-ն բանի պետք չի։ Հիմա ոնց կարելի է Թուրքիային դուրս թողել ՆԱՏՕ-ից։ Եթե հիշում եք 2 տարի առաջ էլ սրվեց այս թեման, հետո պարզվեց, որ իրավական առումով ձև չկա։ Եթե ինքը դուրս չգա։ Ուրեմն միակ տարբերակն է դա լուծարումն է։ ՆԱՏՕ-ի լուծարումը եւ վերակազմավորումը նոր պաշտպանական կառույցի ստեղծման, որի մեջ չի լինի Թուրքիան, ամենայն հավանականությամբ կամ կլինի Ուկրաինան, կամ նա պարզապես սերտ հարաբերություններ կունենա այդ կառույցի հետ, իսկ եթե Հայաստանն ու Վրաստանը խելոք լինեն եւ կարողանան ճիշտ քաղաքականություն, եթե իսկապես ճիշտ արևմտամետ քաղաքականություն ունենանք, ոչ թե որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ոչինչ չի անում եւ այլն, այսօր էլ ոնց որ ասում էր, կան ուժեր, որոնք ուզում են փչացնել ռուս-հայկական հարաբերությունները, բան։ Այդ ասում են մարդը, որի խոսույթը, հարցազրույցները ուղղված էին հենց դրան, այսինքն եւ իմ մեղադրանքը նրա հասցեն եղել է ոչ թե որ ինքը այդ քաղաքականությունն է իրականացնում, ես կողմ եմ որ ինքը դեպի արևմուտք, որ ինքը խոսում է դրա մասին, բայց չի անում, այսինքն խոսում է փչացնում է հարաբերությունները առանց փոխարինելով մեկ այլ համարժեք, այսինքն, չգիտեմ, շուկայով հնարավորություններով։ Այ երբ որ մենք հիմա խոսում ենք Միջին Արևելքի մասին, հենց դրա մասն էր խոսքը։ Եթե պիտի Թուրքիան դադարի լինի Միացյալ Նահանգների դաշնակիցը Միջին Արևելքում, ուրեմն նախ պիտի փոխարինվի ուրիշով։ Իսկ նախ պիտի դու Իրանի հետ հարաբերություններ լուծես, հետո նոր Թուրքիայի հետ հարաբերություններ վատացնես։ Քաղաքականությունը դա պատասխանատու քայլեր է պահանջում։ Իրանի հետ հարաբերությունները լավացնելու ֆոնին Իրանը կարծես թե մի քանի օր առաջ հետքայլ արեց Հորմուզի նեղուցը բացելով, բայց Միացյալ Նահանգները շարունակում է շրջափակել իրանական նավերը, ու այստեղ նույնիսկ չենք տեսնում իրար մոտենալու, փորձելու ավելի հաշտողությամբ լուծելու խնդիրը եւ Իրանը կրկին փակեց Հորմուզի նեղուցը։ Այսպես անընդհատ չզիջելով դեպի ուր է գնալու այս ամենը։ Եթե պետք է ի վերջո Իրանի հետ լավ հարաբերություններ ունենա։ Չէ, Իրանի հետ, բայց ոչ այս կառավարման, այո, ոչ այս կառավարման համակարգում։ Բայց կարծես թե Իրանը քիչ-քիչ ինչ-որ քայլեր անում է, բայց դա չի բավարարում։ Չի բավարարում։ Բայց Թրամփի կետերից է, չէ՞, Հորմուզի նեղուցի բացումը, եթե չեմ սխալվում։ Այո, բայց խնդիրն այն է, որ տարբեր ոնց ասած պայմաններ եւ այլ կան։ Հիմա նեղուցի բացումը միայն ինքնին այդ նեղուցի բացում չէ, այսինքն խնդիրը հետեւյալն է, ասենք բանը ասում է Իրանը ես կբացեմ, բայց դուք ամեն բարելի համար $1 պետք է ինձ փող վճարեք։ Ամերիկան ասում է չհասկացանք, ես գլխներս ավազակ ես տառել, դա միջազգային նեղուց է։ Հասկանում եք, դա կարգավիճակ է, ծև է, դա ճիշտ այնտեղ ճիշտ է, առանձին ֆարվարտերներ կան Օմանի եւ Իրանի բանին ափերին մոտ, բայց դա միջազգային նեղուց։ Օրինակ նույն Բոսֆորն ու Դարդանելը, որոնք թվում է, չէ, Ստամբուլի միջով են անցնում, եւ դա միջազգային նեղուց է, դա թուրքական նեղուց չի։ Շատերը մոռանում են, որ փոխվել է դրան բանին Մոնտրոյի համաձայնություն կա, որ ժամանակին փոխվել է։ Առաջ օրինակ ռուսները դա կոչում էին Турецкий пролив, ինչ էին կոչում Турецкий, որտեվ դա այո Թուրքիայի ազգային ջրերն էր։ Հիմա դա փոխվել է։ Նայեք, Միացյալ Նահանգները թեև պետք չի շատ հավատալ Թրամփին ինքը ինչ ասում։ Ինքը ասում է մի բան, բայց անում է մի բան։ Ինքը ասում էր America first, այսինքն ես մենակ Ամերիկայով եմ բավարարում, բայց երբ որ նայում ենք քայլերը, ինքը վերցրել է աշխարհի կարևորագույն նեղուցներից 3 իր վերահսկողության տակ։ Առաջինը Պանամայի նեղուցը վերցրեց, չէ՞, խլեց չինացիների ծեռից։ Ստիպեց չինացիները միլիարդավոր դոլարներ էին դրել, ինքը ստիպեց Պանամայի կառավարությանը դատական որոշումով չինացիներից խլեն։ Իսկ դա շատ կարևոր է։ Այդ ամբողջ Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները իրար կապող ամենակարճ ճանապարհն է եւ չինացիներին դա շատ է պետք։ Դա վերցրեց։ Երկրորդը Հորմուզի
նեղուցը, երրորդը մալակային նեղուցը։ 3 կարևորագույն բան, այսինքն Չինաստանին կամաց խեղդում է։ Ասում են ժամանակին, ես չգիտեմ այդպես իրականա թե չեմ տեսել, ՍՍՄ վերացնելու ծրագիրը, որ ամերիկացիք մշակել են, անուն եղել է Անակոնդա, այսինքն ոչ թե սպանել, ասենք հարձակումը, այլ Անակոնդայի նման, Անակոնդան ոնց է իր զոհին, այսպես փաթաթվում է ու ասենց կամաց աստիճանաբար խեղդում է։ Հիմա Չինաստանին խեղդելու տակտիկան է տարում, որից տուժում են կամ օգտվում են։ Չգիտեմ, նայած ով ոնց կմոտեն, ասենք նույն Իրանն է, նույն Ռուսաստանն է, այդ մատակարարման աղբյուրներն է վերահսկում, ջրանցների վերահսկողությունն է, այս ամբողջը իրականացնում եւ այդ բանը իրականացնում։ Մեզ հայերիս համար պիտի հասկանանք մի բան։ Միջին արևելքում մեծ պատերազմ է պատրաստվում, դա լինելու է Իսրայել-Թուրքիա պատերազմը, որ Թուրքիայի թիկունքին չգիտեմ ով կկանգնի, այդտեղ միշտ հարց են տալիս Ադրբեջանի դիրքորոշումը ինչ կլինի, չգիտենք։ Երևի չի խառնվի Ադրբեջանը, բայց Իսրայել թիկունքին Ամերիկան կանգնելու է, որտեղ դա ամերիկյան ծրագիրն է։ Ամերիկյան ծրագիրն է գլոբալ քաղաքականության վերահսկողություն հաստատելու համար։ Իսկ երբ որ, գիտեք, Ստոկհոլմում գոյություն ունի պատերազմի եւ խաղաղության ինստիտուտ, հայտնի ամենալուրջ կազմակերպությունն է սա, որը յուրաքանչյուր տարի հրապարակում է զեկույց, կոչվում է risk assessment, այսինքն ռիսկերի հաշվարկ գնահատական, եւ առաջին բաժին, այսինքն առաջին գլուխը միշտ այդ միջազգային ջրուղիների, նեղուցների, անցուղիների մասին է, այսինքն ինչքանով են դրանք վտանգված, որտեղ համաշխարհային առևտրի 80%-ը այնուհանդերձ ծովով է իրականացվում, անգամ երբ որ ցամաքային ասենք ծրագրեր կա, օրինակ նույն Չինաստանը, որ ինչ-որ ցամաքային բաներ անում, դրանց մեջ էլի կան ջրային հատվածներ, այսինքն մինչև նավահանգիստ, հետո նավահանգիստով ցամաք, քով գնում է, հետո էլի նավահանգիստ, այսինքն ով որ կվերահսկի այդ ջրային ուղիները, նա վերահսկելու է աշխարհը, որտեղ աշխարհի առևտուրը։ Իսկ երբ որ մենք նայում ենք աշխարհի պատմությունը մի բանի մասին է խոսում, դա արտադրական ոնց որ ասած շուկան, այսպես կոչվենք, սպառողական շուկան եւ դրանց կապող ճանապարհը։ Պատերազմների մեծ մասը ճանապարհների վերահսկողության համար են եղել եւ աշխարհի գյուտերը։ Երբ որ 1453 թվականին թուրքերը գրավեցին Ստամբուլը եւ փակեցին դեպի կամ Կոստանդնուպոլիսը այդ ժամանակ դեպի Հնդկաստան եւ Չինաստան ցամաքային ճանապարհը, Բա Կոլոմբոսին չէր Հնդկաստան գնում եւ այն ժողովուրդներին, որ ինքը գտավ ամերիկյան մարտհավաքում, ինչու հնդիկներ կոչեց, մեր լեզվով հնդկացիներ, որտեվ իրանց մետ է, որտեվ դու չէր կարող առանց մետաքսի եւ առանց համեմունքների, որը գանից է Չինաստանից եւ առանց համեմունքների Հնդկաստանի պարզապես գոյատևել, որտեվ մետաքսը պետք էր, որը հագնում էին այդ զրահների տակից, միակ կտորի տեսակն է, որը ոչիլ չի բռնում, իսկ համեմունքը պետք է ապխտելու համար ուտելիքը, որտեղ սառնարան չկա։ Եվ էլի միշտ գրում է ճանապարհների համար պատերազմը։ Հիմա էլ նույնն է։ Թրիպի հարցը մեզ մոտ, այս հարցը Իրանի հարց, ասենք Չարբար դեպի Հայաստան եւ այլն։ Հիմա բնականաբար պիտի այդ վերահսկողությունը լինի, Թուրքիան մեջտեղ անգևոտատակ Իրան բանա Ալիևի նման է, էլի, ասենք Իրանը զգում է Էրդողանը, որ եթե ինքը կարողանում այնտեղ քրդերի կամ հայերին խեղճացնենք, այդ ձևը ասես, չի ասում։ Մենք կմտնենք Իսրայել, ինչպես մտանք Ղարաբաղ։ Դե լավ կտեսնենք, կմտնի թե ինչ կանի։ ԱՄՆ Իրան պատերազմում թե Թրամփը, թե դուք, թե լիվանագետներ բազմիցս հայտարարել են, որ Թրամփն արդեն ունի իր հաղթանակը։ Այո, ռազմական հաղթանակ ունի, միանշանակ։ Բայց պատերազմը չի ավարտվում։ Ինչու՞։ Օրինակ, ԱՄՆ նախագահի նախկին տեխնատուներից մեկը հայտարարեց, որ Իրանի պատերազմը Թրամփի համար միջոց է օրակարգից գրեթե ամբողջովին հանելու ֆինանսիստ Էփշտեյնի գործը։ Արդյոք Թրամփի համար այս պատերազմը միջոց է այլ կարևոր հարցեր օրակարգից հանելու։ Էփշտեյնի գործը կա այսպես ասած փաթեթի մեջ, բայց դա առաջնային չի։ Ցանկացած երևույթ բազմաթիվ բաղադրիչներ է ունենում, որից մեկը սա է, բայց չէ։ Սա շատ ավելի կարևոր է, կրկնում եմ, Չինաստանի հարցը։ Ինչա ձգձգվում, որտեվ այդպես է պետք։ Պետք չի շտապել, այսինքն, որտեվ մաշած պետք է նաև մի հատ մաշացնել
Չինաստանը, դու ոնց ես Չինաստանին զրկելու մատակարարումներից նավթի։ Պիտի պատերազմ լինի, որը քեզ տա պատրվակ շրջափակելու նեղուցը, շրջափակելու դու ասում ես ես Իրանին զրկում եմ արտահանման իրավունքից, որովհետև ես Իրանի դեմ պատերազմի մեջ եմ, բայց դու հարվածում ես Չինաստանին։ Եթե այդ պատերազմը չլինի, դրեցին 2 շաբաթում ջարդեցին Իրանը, իշխանապողությունն արեցին, թեման փակվեց, բայց Չինաստանը, մենք բազմիցս խոսել ենք, բուն նպատակը Չինաստանն է, Իրանը չի։ Բուն նպատակը Ռուսաստանը չի, էլի Չինաստանն է այս ամբողջը։ Դրա համար էլ այնտեղ էլ է պատերազմ շարունակում, մաշացնել տնտեսապես, ռազմականապես, ազդել Չինաստանի տնտեսության վրա, վերահսկել բան եւ նաեւ փող աշխատել։ Նիկարագուայի նավթը ով է ծախում է Միացյալ Նահանգները։ Այսօր աշխարհում թիվ 1 նավթ արդյունահանող երկիրը Միացյալ Նահանգներն են։ Ճիշտ է, դրա մեծ մասին կսպառնում է, բայց նաև վաճառում է, իսկ Նիկարագուայի նավթի մեծ մասին ինքը վաճառում է արտաքին շուկայում, բայց ոչ իհարկե Չինաստանին, Հնդկաստանին շատ ավելի, որը Հնդկաստանը Ամերիկայի հետ ավելի բարեկամական է, քան ասենք Չինաստանը։ Ամեն դեպքում սպասենք տեսնենք ի վերջո ուր կտանի այս պատերազմը եւ Միացյալ Նահանգները ամբողջովին կհասնի իր պլանների իրագործմանը թե ոչ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ռադիոլսողներին, որ դուք միացել եք 106.5 հաճախականությանը, ես Գայա Ասոյանն եմ, եթերում Դիվանագետ Արապապյանի հեղինակային Modus Vivendi հաղորդումն է։ Կհանդիպենք։